Դուք ասում եք եկեղեցին։ Ես ասում եմ եկեղեցու համար չափազանց ռիսկային է եղել, բայց վերջնախաղը ա եղել սրբազան շարժումը։ Եկեղեցին դրանով ոչ միայն տապալեց իր խաղը, այլ նաև դրանով պարզ դարձավ առավելագույնի, վերջո եկեք չմոռանանք եւ եկեք չհերքենք էլի, մինչև շարժումը Բագրատ Գալստանյանը ուներ բավականին պոզիտիվ ընկալում։ Հանուն արդարություն, ես որպես տավուշցի եմ ասում ձեզ։ Նա շատ տարբերվող է եղել որպես հոգևորական։ Եթե, ասենք, ամենատարբերվող հոգևորականը, այդ թվում եւ տավուշում պոզիտիվ ընկալում ունեցող հոգևորականը, կարող էր խաղը այդքան այդ մասշտաբով տանել, ուրեմն իմացեք, որ դրանից ավելին դա եկեղեցու առավելագույնն է եղել։ Ես այդ խաղը շատ առանձնիվ եմ համարել նաև Բագրատ Սրբազանի մասով, որովհետև կաթողիկոսը մի հարվածով մի քանի նպատակ խփեց, նաև այսպես ասած վերացնելով հետագա կաթողիկոսի ընտրության հարցում այնպիսի հակառակորդներից մեկին, որը կարող էր եկեղեցական շրջանակներում աշխատանք տանել